Հարգելի հետևողներ, ինչպես տեսնում եք, դարպասները ոստիկանության միջամտությամբ բացվեցին, բայց քաղաքացիները թույլ չեն տալիս, որպեսզի Միքայել arczepiskopos Հաջապահյանին այստեղից հեռացնեն։ Այստեղ են ոստիկանության հայտնի այն դեմքերը, որոնք ոսկեպարում էին բավականին ակտիվ։ Ահա նրանցից մեկը հավանաբար ճանաչեցիք, նաև Կարեն Հակոբյանին էինք քիչ առաջ ֆիքսել այստեղ։ Իրավապանները այդ հատվածում կազմել եւ իրականացնել երևույթին դա արտադրական նոր ուժեր են կենտրոնացնում այստեղ։ Ինչպես տեսնում եք, նոր ուժեր են բերվում Վեհարանին տարածք, հիշեցնեմ, որ առավոտից նախ Գյումրիում էին ինչ-ինչ իրավապահները խուզարկություններ իրականացնում, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի ուշ եկան այստեղ, որտեղ Վեհարան, որտեղ քահանայած ժողովին էր մասնակցում Միքայել Սրբազանը, այստեղ մեր հոգևոր հայրերն են, բարձրաստիճան հոգևորականներ, որոնք ստիպված են ուղղակի կանգնել եւ թույլ չտալ, որպեսզի իրենց հոգևոր եղբորը հեռացնեն տարածքից։ Հիշեցնեմ նաև ազգային ժողովի պատգամավորներ, հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ են եկել։ Շատ դրամաբանական հարց է առաջանում, թե ուր են ընդդիմադիր պատգամավորները, հասարակության ներկայացուցիչները, մենք տեսանք ընդամենը 1-2 պատգամավորի այս օրերին գրառումներ անող ինչ են տալու հարձակում Վեհարանի վրա իրականացնողների մեծ մասն է։ Հիշեցնեմ 168-ը ավելի վաղ նախորդին տեղեկացրել էր Վեհարան հնարավոր մուտքի մասին, փաստորեն գործողությունը չուշացավ։ Պարոն Հակոբյան, մեկնաբանություն ունեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եկեղեցու հավատացյալ եք, հետևորդ եք, հայ առաքելական։ Ինչի՞ չունեք, օրինակ Տերորատ է իրեն։ Կներեք դուք իմ հարկերով եք աշխատում։ Եկեղեցում եկել են։ Ձեր ծառայությունը ում համար է։ Ում հրահանգով եք դուք այստեղ։ Ոչինչ, պատասխանեք, մենք Կարի որ չի որ խոսում ես հրամանիշ կատարում։